Բարև ձեզ։ Հայաստանը հայտնվել է մի փուլում, որտեղ քաղաքականությունն այլևս ծրագրերի եւ գաղափարների պայքար չէ միայն։ Այն դարձել է նյարդերի եւ փոխադարձ մեղադրանքների դաշտ։ Եվ բառերը, խոսքերը, որոնք հնչում են նախընտրական ելույթներում եւ ճառերում, շատ հաճախ ընկալվում են ոչ միայն որպես քաղաքական, դատողական, գնահատական, այլ դատավճիռ։ Իշխանությունը եւ ընդդիմությունը միմյանց մեղադրում են դավաճանության մեջ։ Ցավոք այս եզրույթը արդեն դուրս եկել քաղաքական խոսույթի շրջանակներից եւ տեղափոխվել է իրավական հարթություն։ Հասարակությունը հետևում է այս ամենին եւ մտածում է, թե որտեղ է սահմանը քաղաքական նախընտրական խոսույթի եւ իրական վտանգի Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Այս միջոցին ավելի թանձրանում են արտաքին քաղաքական միջամտությունների ազդեցությունների մասին տեղեկությունները եւ խոսակցությունները ռուսական հատուկ ծառայություններից մինչև արևմտյան ազդեցության կենտրոններ։ Եվ այս միջավայրում կարևոր է ոչ միայն եւ ոչ այնքան կարևոր է այն, թե որ ուժը կհաղթի ընտրություններում, այլև այն, թե ինչպիսի պետություն կուրվագծվի ընտրություններից հետո։ Ազատ, անկախ, ինքնիշխան պետություն, թե որևէ ուժային կենտրոնի կցորդ։ Այս ամենի մասին ենք խոսելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վերջին օրերին հատկապես սկսել է ավելի թեժանալ նախընտրական իրավիճակը, աղմկա հարույց հայտարարություններ են հնչում եւ այդ հայտարարություններից մեկը վերաբերում է Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող գործչին Անդրանիկ Թևանյանին նախորդին վարչապետը հայտարարեց նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հնարավորության մասին դավաճանության հոդվածով։ Դուք սա ինչպես եք ընկալում, սա քաղաքական հարց է, իրավական հարց է, թե անվտանգային։ Շնորհակալ եմ հրավերի համար, եթե չլիներ The Insider-ի վերջին օրերի արած բացահայտում հրապարակումները, որոնք այդպես էլ հերկման չարժանացան, առնվազն հիմնավոր հերկման չարժանացան, փաստահեն հերկման չարժանացան, ապա սա անվտանգային լրջագույն սպառնալիք է։ Հաշվի առնելով անձնավորությունը, որի վրա կենտրոնացված հայտարարությունը եղավ, տվյալ դեպքում Թևանյան Անդրանիկը կամ ինչպես ես եմ նրան կոչում Թևանյան Անդոնը, ապա ավելի հիմնավոր է կասկածանքը, որ սա իրավական տեսանկյունից լրջագույն հետևանքներ է ունենալու։ Ինչու՞։ Անդրանիկ Թևանյանը բազմիցս հայտնվել է ռուսական հեռուստաընկերություններում, Հայաստանի Հանրապետության համար ծանր իրավիճակում եւ ռուսական հեռուստաընկերություններում հայտնվել է չի միայն խնդիրը։ Խնդիրն այն է, որ ռուսական հեռուստաընկերությունների եթերից Հայաստանի Հանրապետության դեմ բազմիցս ցուցմունքներ ա տվել։ Մնացածը եկեք ես փուլում որևէ գնահատական չտանք, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտենք եւ սպասենք Ազգային անվտանգության ծառայության միջնորդությանը քննչական կոմիտեին եւ իրավական հետագա ընթացքին։ Բայց կարող են ցես հակադարձել, թե ռուսական հեռուստաընկերությունում հայտնվել է դա հանցագործություն է։ Դա հանցագործություն, ասենք քննադատել Հայաստանի իշխանություններին դա հանցագործություն է։ Դա քստմնելի քայլ է գնալ ռուսական հեռուստաընկերությունների եթերից Հայաստանի Հանրապետության դեմ հայտարարություններ անել, Հայաստանի Հանրապետության դեմ ըստ երևույթին ցուցմունք տալ։ Դա առնվազն հանրության կողմից պետք է հանրային պարսավանքի արժանանա։ Դա այլ հարց է։ Եվ եթե դրատական հիմնավոր կասկածներ եւ իրավական նորմերը խախտող կետեր, որ խախտել է եւ ըստ վարչապետի ինքը խախտել է եւ ազգային անվտանգության ծառայությունն այդպիսի տեղեկություն ունի ու կդիմի քննչական կոմիտեին, դրա համար եւս պետքա պատասխան տա։ Եթե այլ տեղեկություններ կան, դա այլ հարց է, բայց ձեր մատնանշածը դա այլ։ Իմ մատնանշածը այն է, որ չի կարելի Հայաստանի Հանրապետության համար ծանր այդ իրավիճակում գնալ մի պետության հարթակ, որը որ պայմանագրային պարտավորվածություններով պետք է մեր կողքը կանգներ, բայց դավաճանել այդ պարտավորվածությանը պայմանագրային, գնալ այդ երկրի հեռուստաընկերության թիվ 1 հեռուստաընկերություն եւ Հայաստանի Հանրապետության նրա ընտրված վարչապետի ժողովրդի առանձին դեպքերում հայտարարություններ անել։ Տեսեք, ընդդիմությունն էլ հակադարձում է, որ վարչապետի հրապարակային հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան հրապարակային ցուցում իրավապահ մարմիններին եւ սա քաղաքական ճնշում է ոչ այլ ինչ։
Ես չգիտեմ ընդդիմությունը ինչ նկատի ունի դա ասելով, դա առնվազն Հայաստանի Հանրապետության վարչապետն է շարունակում Նիկոլ Փաշինյանը լինել եւ առավել եւս, երբ որ լրտեսական ցանցագործում երկրի մեջ եւ ազգային անվտանգության ծառայությունը զեկուցում է վարչապետին դրա մասին, անկախ նրանից նա արձակուրդում է թե արձակուրդում չի, նմանատիպ կարևորություն ունեցող հարցերը արձակուրդ չեն ճանաչում, ապա վարչապետը պարտավոր է իր ուսերի վրա դրված պարտավորվածությունը կատարել։ Ինչի մասին է խոսքը։ Թևանյանի արձագանքի մասին ինչ դիտարկումներ ունեք, ասում է հաճախորդը հուզված է, սա ինչ է քաղաքական հռետորաբանություն է նրա կողմից, թե ուժում է ցույց տալ, որ իշխանությունը նյարդայնացած վիճակում է։ Ես Թևանյան Անդոնի հայտարարություններին չեմ պատասխանում։ Ես Թևանյան Անդոնի հայտարարություններին չեմ պատասխանում եւ կարծում եմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դիմումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իմ բնորոշմանը եւս մեկ տառ կավելացնի դրա դիմաց ու ամեն ինչ կընկնի իր տեղը պարոն Կիրակոսյան, այնպես որ մեղադրանքը ավելի քան լուրջ է եւ այս մեղադրանքի տակ հայտնված մարդը դեռ պետք է ապացուցի իր անմեղությունը։ Ես դրա համար եմ ասում, եկեք զերծ մնանք ավելնորդ քննարկումներից եւ փակագծեր բացելուց, մինչեւ չլինի ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան հայտարարությունն ու ընթացակարգը։ Տպավորություն չունեք, որ սա արդեն դառնում է անձնական եւ ոչ թե քաղաքական պայքար, չէ՞։ Կներեք, անձնական պայքարի մոտիվներով այս մարդիկ գործուղվել են Հայաստանի Հանրապետություն։ Մեծ մասը էս վայ ընդդիմադիրների մեծ մասը գործուղվել է Հայաստանի Հանրապետություն։ Այլ, ասենք, անձերի վրա կենտրոնացած ինչ որ մաֆիոզական խմբավորումներ են, ովքեր նախկինում մաֆիոզական իրենց գործունեությամբ աչքի են ընկել, որ հիմա կանգնել են ու թալանը պահելու, ավելին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը հարվածի ու կասկածի տակ դնելու գործընթացի մեջ են ներքաշվել։ Այլ բան էիք սպասում։ Կալուգայից մի հատ անձնավորություն է եկել այստեղ։ Առինջից մի հատ անձնավորություն է կանգնել։ Կգանք ինտիմատիվ մյուս գործիչներին էլ կգանք, բայց այս առաջին հատվածը ավարտենք։ Արձագանքել է ոչ միայն Անդրանիկ Թևանյանը, այլև արձագանքել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ասում է, որ իշխանությունը խաթարում է իր քարոզարշավը։ Այստեղ դուք վարչական, ուժային, պետական լծակների կիրառում չեք տեսնում։ Ոչ, իսկ կարող է պարզվի կրկնում եմ ազգային անվտանգության ծառայության հայտարարությունից հետո, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության երկրորդ համարը պետական դավաճանության մեջ է մեղադրվում, կարող է այդպիսի բան պարզվի եւ հետին կամ ավելի մոտ ապագայում այլ դավաճանական ակտերեր փորձում իրականացնել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու ճանապարհով, ընտրական process-ով։ Ինչի իշխանազավթը միայն պետք է անպայման մարդկանց վրա կռակելով գա իշխանության կամ իշխանություն պահի, բայց ժողովրդավարական գործիքակազմից այս մաֆիոզական խմբավորումներն են օգտվում։ Ու պետությունը հենց դրա համար է, ու պետության համը, որ ասում են բերանները տամանալու պետությունն էլ կոկորտներում է, դա այսա նկատի ունեն, որ իրավապահ համակարգը արձագանքելու է։ Բա որ այդպիսի բան պարզվի, որ օրինակ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության մեջ եւ կան հիմնավոր կասկածանքներ։ Կարող ենք մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեղադրել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը պետական դավաճանության մեջ։ Ի վերջո երկրորդ համարն է, չէ՞։ Ի վերջո Գագիկ Ծառուկյանի անձնագիրներ, չէ՞, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի սեղանին էր հայտնվել, եթե չեմ սխալվում, ըստ The Insider-ի։ Ինչ ենթատեքստով։ Եթե չեմ սխալվում, փողեր էին փոխանցել ընտրական process-ներին 2021 թվականին մասնակցելու համար։ Իսկ հայտարարությունը Արարատ ցեմենտի մասով ինչի միայն Ծառուկյանի ցեմենտի գործարանի մասին է խոսքը, թող բոլորն հիշեն եւ առնվազն իրենց մտքում ունենան, որ Հայաստանի Հանրապետությունից գողացվածը իրենց բգին կանգնած է մնալու։ Պետքա վերադարձնեն։ Իսկ կներեք, դատախազությունը խնդիր է տեսել ցեմենտի գործարանի մասնավորեցման գործընթացում։ 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանի ամենածաղկուն տարիների շրջանում Արարատ ցեմենտի զավոդը գործարանը Գագիկ Ծառուկյանը սեփականացրել։ Ասում են ինչու հիմա տեսա։ Այդտեղ ասում են սա բիզնեսմենի կամ բիզնեսի ծառայեցում է քաղաքական նպատակների։ Լսեք, լավ, նախ բիզնեսմենն ու
օլիգարխը, որ վերածվել էր խոշոր սեփականատիրոջ, դա Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն է, մի առիթով ասել եմ, մի քանի առիթով, հիմա օգտվելով առիթից նաև ձեր եթերում կասեմ։ Փոխանակ էս եռագլուխ պատերազմի կուսակցության առաջնորդները եւ պատերազմի կուսակցությունը առհասարակ այդ գաղափարախոսության կարողները նախկինները գլոբալ առումով այսպես ասենք փոխանակ Նիկոլ Փաշինյանի ոտքերը բարի ուղիղ իմաստով լվանային եւ կոֆեի բաժակով ժողովրդի առաջ այդ ջուրը խմեին, որ իրենց նկատմամբ վենդետա 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը չիրականացրեց եւ թույլ չտվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրականացնելու։ Հիմա այս մարդիկ լեզու են առել։ Okay, ասում եմ եկել է ժամանակը, որ բոլոր կրակող ձեռքերը կտրվեն, բոլոր օտարերկրյա լեզուները կտրվեն, քաղաքական բոլորը քաղաքական իմաստով ես այստեղ ոչ սափրագլուխ եմ, ոչ էլ առավել եւս իրենց մաֆիոզ խմբավորման անդամ եմ, որպեսզի ֆիզիկական բռնության սպառնալիքներ տեղամ։ Այն ինչ ասում եմ, քաղաքական տրամաբանության։ Նրանք ասում են, որ եկել է իշխանության վերջի ժամանակը։ Իշխանության վերջն է եկել, սա ինչի մասին է։ Դա կորոշի Հայաստանի Հանրապետության։ Չէ, սա խոսում է ընդդիմության վստահության մասին, թե ընդհանրապես քաղաքական դաշտի ռադիկալացման, արմատականացման։ Հատկապես կալուգացի օլիգարխի հայաստանյան քաղաքական process-ների մեջ գործ ուղղելուց հետո ընդդիմությունը մի հատ հետաքրքիր մարտավարություն ա որդեգրել։ Օրը 16-17 անգամ ասել, որ մածունը սև է։ Ու ինչ են ասել, որ մածունը սև է։ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է, դա նույնն է, թե ասես մածունը սև է։ Դա նույնն է։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ։ Սամվել Կարապետյանը թող գնա իր քաղաքացիության հարցերը լուծի։ Ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի վերջին 4 տարում առնվազն։ Ինքը չի կարող ելնեք վերև, իջնեք ներքև, սա չի կարող։ Հիմա այդ տրամաբանությունից ելնելով իրենք փորձում են կեղծ ֆեյք իրականություն ձևավորել։ Այդ ֆեյքերի հսկայական բանակը, որ գործում է ամբողջ սոցիալական ցանցերում, այդ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ ինչի է գործում։ Այդ ֆեյք իրականությունն են փորձում ձևավորել իրենց շուրջ։ Ես ինքս միացել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմին քարոզչական եւ հատկապես այնտեղ որտեղ որ վարչապետն է լինում, վերջերս ես հաճախակի եմ այնտեղ լինում եւ ինքս մասնակցում եմ process-ին, որովհետեւ ես ինքս էլ կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 20-26-ին քվեարկել 16-ին։ Ինչ եմ ես տեսնում։ Համաժողովրդական սեր, որ վայելում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, լեգիտիմություն, որ ունի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Կոշտ հռետորաբանություն չեք տեսնում։ Երբ որ դա էլ է, ես ասեմ ավելին, դա ինձ չի էլ բավարարում, ես ավելի կոշտ եմ ակնկալում։ Իսկ կներեք, իսկ ով ասաց, որ մաֆիայի հետ պետքա, չգիտեմ, քնքուշ բարերով շփվել։ Ներողություն, կակոյ, պրիվետ, էլբեթար, ատվետ, հայտնի սկզբունքը, որ ես ինքս ինձ համար եմ որդեգրել եւ կոչ էի անում քաղաքական դաշտում, բոլորը դա որդեգրեն, անկախ քաղաքական պատկանելությունից, հիմա վարչապետն է որդեգրել։ Կներեք, Չպայց մեղադրանքները, վիրավորանքները որտեղ գրել է ուժեղացնում է իր աջակիցներին, իր համախոհներին, իր էլեկտորատը, թե ավելի արմատականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շարունակում են 2018 թվականի իրենց կողմից առաջ քաշված օրակարգի տերը լինել եւ տերը լինել հատկապես արդարություն եւ արդարադատություն հաստատելու մասով երկրում։ Այս դաշտում վարչապետը անսահման տարածություն ունի եւ կարող է ծավալվել որքան կարող է եւ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնահատելու են։ Ի վերջո Ռոբերտ Քոչարյանը պետքա մարտի 1-ի գործով դատվի ու բանտ նստի։ Ի վերջո փողերի լվացման մեջ մեղադրվողը անկախ որտեղից է ինքու որ երկրի քաղաքացիա ով է իր քաղաքական հովանավորն ու պապան պետքա պատասխանատվության ենթարկվի։ Գործարան ապօրինի ճանապարհով սեփականացրածը պետքա պատասխանատվության ենթարկվի։ Պետությունից գողացածը պետքա վերադարձնի պետությանը։ Այս դաշտում վարչապետը ազատ է եւ կարող է գործել։ Եվ այն պուճուր գլուխներում, որ միտք է հղանում, որ կարելի է Հայաստանի Հանրապետության լեգիտիմ ընտրված վարչապետին վիրավորանքներով պատասխանել կամ վիրավորանքներ տեղալ նրա հասցեին,
Դե կներեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ լեգիտիմությունը գիտեն ինչ, հա, ու իրենք են դրանով օժտել Հայաստանի Հանրապետության վարչապետին ու մոտավորապես 600,000 եւ ավել քաղաքացի Ռոբերտ Քոչարյանին հետայսու, եթե մինչ այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում էին սիրում Ռոբերտ Քոչարյանին համբալ ասել, ապա նմանատիպ հայտարարությունից հետո առնվազն 600,000 եւ ավել քաղաքացի Ռոբերտ Քոչարյանին ճանաչում է որպես համբալ։ Դուք բերեցիք այնտեղ խոսակցությունը, որտեղ ես գնալու էի, քիչ առաջ խոսում էի վարչապետի հռետորաբանության մասին, նկատելով որ այն կոշտացել է, ինչ կարելի ասել ընդդիմության հռետորաբանության նույն Ռոբերտ Քոչարյանի ընդդիմությունը լեկտիացել է, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցները Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, մենք խոսում ենք ընտրությունների 2026-ի մասին, նախընտրական քարոզչություն, իշխանության եւ ընդդիմության փոխադարձ մեղադրանքներ, կոշտացող հռետորաբանություն, ահա այս համատեքստերում եւ մենք հասանք ընդդիմության հռետորաբանությանը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի մասով ինչ կարելի ասել։ Լեկտիացել է Ռոբերտ Քոչարյանի լեզուն հելել իր ոտերի տակ անգել։ Ոչինչ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին գլխավոր դատավորը քաղաքական դաշտի եւ իշխանության կրողը հունիսի 7-ին այդ լեզուն կկտրի։ Հայաստանում արտաքին վտանգի կամ թշնամու այդ գործոնը շարունակում է մնալ որպես ընտրական գործիք։ Ասենք նույն երկրորդ նախագահ ասում է, ով որ ընտրի Փաշինյանին, կընտրի Ալիևին։ Ինչ կասեք։ Դուք լուրջ ակնկալում եք, որ ես ոսկեղենիկ հայերենով պետքա Ռոբերտ Քոչարյանի նմանատիպ արած պնդմանը պատասխանեմ, ես կարող եմ պատասխանել, բայց պիտի խնդրեմ տեսախցիկներն անջատեք, որովհետև եթերային չի լինի։ Ու առհասարակ ընդդիմությունը թող իր ականջին օղանի, որ ադրբեջանական նարատիվ էր ամեն մեկը ով ադրբեջանական նարատիվները բերում ու Հայաստանի Հանրապետությունում քննարկման առարկա է դարձնում, հասել ենք մի հատ իրավիճակի, պարոն Կիրակոսյան, երբ որ 300,000 ադրբեջանցիների կեղծ թեզը լուրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ավելի հատկապես իրենց կողմնակիցների համար ավելի հասու լեզվով ասեմ մուտիտը որ իրենք բերել են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական օրակարգ հասել ենք մի իրավիճակի որ անգամ Ադրբեջանն է հերքում հիմա սա ինչ է եթե ոչ գործակալական միտումներ ունեցող գործողություն միջին վիճակագրական գործակալի գործողություն, հա, պետության մեջ ինչ որ կեղծ նարատիվ էր տարածել եւ դրա վրա ամենակարևորը ազգային այսպես ըմբոստություն բարձրացնել հայաստանցի Լեռնային Ղարաբաղցի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի քաղաքացի, Հայաստան-Ադրբեջան, տարածաշրջան Հայաստան ու պետքա պատասխան տան սրանք։ Ես կարող եմ պատասխանել, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ պատասխանում են, ամեն մեկը իր ոլորտում, իր մասնագիտության մեջ, իր նեղ շրջապատում, ես այդ զրույցները լսում եմ, չէ՞։ 18 հարկանի հայոյանքներ են տեղում այդ մարդկանց հասցեին։ Նա թող իրենց ականջները կտրեն իրենց հետևից գցեն, տեսնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոնց են իրենց արձագանքում։ Ալիևի վկա եք, դուք չեմ հասկանում այստեղ։ Այսինքն ադրբեջանական թեզերը բերել տարածել է որն, ով ընտրում է Նիկոլ Փաշինյանին, այդ հայտնի 2021-ի նույն տրամաբանության մեջ են գործում, ով ընտրեց Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ, Բոշայա, էսա, էնա, քաղաքացիներին անվանարկելով, հիմա էլ թուրք պիտակը կպցնելով, գիտեմ բան են անում։ Բայց ադրբեջանցիներին չսիրող էիք, ձեր տոհմի ворցերին ուղարկեիք Ադրբեջանի դեմ կռվելու։ Ուր էին։ Սեքսի դասեր էին սերտում դրսում։ Ուղարկեիք, ինչ չեք ուղարկել։ Ինչի ձեր տոհմից մեկը չի զոհվել։ Այդ էլ են հիմա շարժման առարկա դարձնում վարչապետի այդ հայտը, ինչի չի զոհվել։ Վարչապետը նկատի չունի Հայաստանի Հանրապետության խեղճ ու կրակ քաղաքացիներին, ովքեր այսպես թե այնպես Լեռնային Ղարաբաղի համար, ընդ որ ասում են բան չեն արել, այդ դուրս պրծուկները, թող էլի գնան Եռաբլուր տեսնեն թե Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին ինչ արել Լեռնային Ղարաբաղի համար։ Էթո այդ մարդկանց չէր վերաբերվում, այդ վերաբերվում է այդ օլիգարխի ծանունդներին։ Բայց ինչի՞ չեք զոհվել, այսօր եկել եք լեզուներդ գցել եք ոտերների տակ ու մարդկանց անվանարկում ու պիտակավորում եք։ Եկանք հասանք փողը չի փրկելու էս։ Հասանք ուժեղ Հայաստան
կուսակցությանը, այս կուսակցության շուրջ վերջին զարգացումներին դուք մի բան ակնարկեցիք նաև Insider-ի այդ հրապարակումը աղմկահարույց դա ինչ ազդեցություն ունեցավ ընտրական գործընթացի վրա, հանրային տրամադրությունների վրա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրության գնալիս պետքա մի հարցի պատասխանի։ Ինքը քվեարկում է Հայաստանի Հանրապետության օգտին, թե քվեարկում է Լուբյանկայի նկուղից դուրս եկած որևէ միջին վիճակագրական լրտեսի օգտին։ Այս շատ կարևոր հարց է։ Գիտեք, եթե հերքում լիներ հավուր պատշաճի, մենք կհասկանայինք, բայց հիշում եք, չէ՞, Սամվել Կարապետյանը ոնց արձագանքեց լրագրողի հարցին ուղղված իրեն։ Ոնց։ Շանտեղ մի դրեք։ Իսկ երկքաղաքացիության մասին այդ հարցին հերքում դա համարում եք նորմալ հերքում, թե չէ։ Առաջին համարի։ Նախ տեղեկատվական այն բազայից, որտեղից որ արտահոսքը եղել էր, այնտեղ ֆիքսված էր իբրև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Հետո Ռուսաստանի պաշտոնական լուրը տարածվեց ամբողջ մամուլում եւ Հայաստանի Հանրապետության իրավապահները սկսեցին դրան արդեն ընթացք տալ, կայքը նախ սահմանափակվեց եւ սկսեց չգործել, հետո վերականգնվեց կայքի աշխատանքները եւ երեկվա ամսաթվով, եթե չեմ սխալվում, այլևս ռուսական այդ համապատասխան տեղեկատվական բազայում Նարեկ Կարապետյանը երեկվանից Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մնացածը իրավական գործընթացը կարծում եմ ավելի ճիշտ կպատասխանի։ Գիտեք, ես ուզում եմ իրենց մի բան հիշեցնել, որ Ռուսաստանը այն հայտնի թեզը, որ Ռոսիա своих не бросает, այլևս չի աշխատում եւ թարսի նման Ռուսաստանի Դաշնությունը հենց իր ենթակայության տակ գործողներին առաջինն է փուրը տալի։ Առաջին արարը հիշեցնեմ իրենց արդեն եղել է վարչապետ Փաշինյանի առաջ Պուտինի այդ ջղաձգումները, որ պետք է այ Ռուսաստանի քաղաքացին եւ այլն այդ հայտնի դրվագը հենց առաջին արարն էր։ Երկրորդը եղավ վարչապետի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամբիոնից, որ այս մարդը ընտրել է բոմժ դառնալու ճանապարհը, եւ երրորդը կարծես թե սա էր, բայց տեսնենք թե որքանով է Ռուսաստանի Դաշնությունը իրենց կողմնակիցներին պահում։ Ես կարծում եմ, որ երբ որ գա պահը եւ Հայաստանի Հանրապետությունում Կիրիենկոյի վկաները անարդյունավետ փող վատնողներ լինեն, այո, մորուք օպերացիան էլ կարող են գնալ, աշնանային տերևաթափն էլ կարող ենք այստեղ հիշել, Մեդվեդևի հայտնի գրառումն էլ կարող ենք մեջ բերել ու այս ամեն ինչի հանրագումարում մենք կարող ենք ասել, որ սա համակարգային գործողություն է Հայաստանի Հանրապետության դեմ տարվող Ռուսաստանի Դաշնության ամենաբարձր պաշտոնյաների կողմից հովանավորվող։ Իսկ այս ամենի հանրագումարում կարող ենք ասել, որ Ռուսաստանը բավականաչափ լուրջ է տրամադրված այստեղ ընտրական գործընթացների։ Լուրջ է տրամադրված, լուրջ չի տրամադրված, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ավելի քան լուրջ է տրամադրված այս իրավիճակում եւ ինձ այլ բան չի մնում, քան Ռուսաստանի Դաշնության Կիրիենկոյի տակ գործող կամ Կիրիենկոյից ավելի վերև գործող շրջանակներին ասել նравится, ձիրբի մայա красавица։ Իսկ նրանց հայտարարությունները Օվերչուկ ելով էր։ Ինչի այլ բան եք սպասում, պարոն Կիրակոսյան։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այլ բան եք սպասում։ Դա ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը, պետականակենտրոնությունը։ Բան չի։ Այդպես սկուտերի վրա մատուցվող սուրճ չի մեզ։ Դա գին ունի, չէ՞։ Դա նաև այդ շրջանակների մոտ ջղաձգումներ առաջացնում եւ իրենց ձեռքի տակ եղած ըստ իրենց պատկերացումների արդյունավետ գործիքները փորձում են մեր դեմ կիրառել։ Հիմա ԵԱՏՄ-ով մենք օգուտներ ենք քաղում։ Բայց իրենք կարող են դա որպես գործիք եւ մահակ վերածել մեր գլխին։ ԵԱՏՄ ասում են Հայաստանը չի կարող նստել երկու աթոռի վրա, Հայաստանը չի կարող ապարել երկու հարսանիքներում, Հայաստանի գործողությունները համահունչ չեն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերություններին եւ այլն, ես կարգի հայտարարություններ։ Այլ բաներ։ Մեր արձագանքը ինչպիսին է, բավարար է վարչապետի հայտարարությունը, որ Ռուսաստանը բարեկամ պետություն է
նախագահի հետ ընկերական հարաբերություններ կան, կամ արտգործնախարարի հայտարարությունը, որ մենք մեր օրակարգում նման խարտ չկա եւ այլն։ Իրենց համար դա ռուսները պետք է այս հարցին պատասխանեն։ Իրենց համար դա բավարար է, թե բավարար չէ։ Վարչապետը հստակ հայտարարել է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը եվրոինտեգրման ճանապարհն է բռնել եւ կմոտենա Եվրամիությունը այնքանով, որքանով որ Եվրամիությունը։ Ասում եք Ռուսաստանը եւ վարչապետը հայտարարել է, որ ինքը գիտակցում է, որ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն համատեղելի չեն, բայց քանի դեռ Հայաստանը ԵՄ-ի անդամակցության խնդիր որպես այդպեսին 5 պակաս իրավիճակ չի, այսպես ասենք, Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ-ում օգտակար լինել, առավելապես նաեւ Ռուսաստանի Դաշնության, սա թող իրենք էլ գիտակցեն։ Այդ ամեն ինչը այդ օգուտները միակողմանի չեն։ Այդ ամեն ինչը պարզ է, որ ասում եք Ռուսաստանը թող պատասխանի, բայց մենք էլ պիտի պատասխանենք մի հարցի, թե արդյոք հնարավոր է նման պայմաններում շարունակել Հայաստանի բալանսավորված քաղաքականությունը առանց բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ եւ առանց ցնցումների։ Նախ Ռուսաստանի Դաշնության գործողություններն ինքնին դաշնակցային չեն այս փուլում, ինչու։ Որովհետեւ տեսնելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրական շրջան է, նախընտրական շրջան է եւ քաղաքական ուժերը պայքարում են իշխանությունը վերցնելու համար, այ հենց այս փուլում Ռուսաստանի Դաշնությունից այսպիսի հայտարարություններ են հնչում։ Եվ այս համատեքստում կարծում եմ վարչապետը պետքա վերախմբագրի իր հայտարարությունները ուղղված պաշտոնական Մոսկվային, որ առնվազն գործընկերային չի այս փուլում այդ թեմաները շոշափել։ Վարչապետը առնվազն եթե շոշափվում է այս փուլում, պետք է իրերը նաև վարչապետի շուրթերով կոչվի իրենց անունով։ Եթե այս փուլում է դա շահարկում Գալուզինները, Օվերչուկները, Լավրովները, Զախարովաները, Պեսկովները, եթե այս փուլում են այնտեղից այս խնդիրը դնում մեր պետության առաջ, ապա սա Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ հատկապես ընտրական process-ի վրա ազդեցություն գործադրելու փորձ է։ Այդուամենայնիվ այս հայտարարությունները հիմա դեռ նախազգուշացում են, թե արդեն ռեալ նախապատրաստում են ավելի կոնկրետ քայլերի։ Քաղաքացիներին ահաբեկելու փորձ է։ Առնվազն փորձ է այս բանը։ Որ այ տեսեք, գնաք հունիսի 7-ին մեր կալուգացում կընտրեք։ Կգնաք հունիսի 7-ին մեր Բելարուսամետին կընտրեք։ Կգնաք հունիսի 7-ին Ռոբերտ Քոչարյանին կընտրեք։ Այսա։ Ուրիշ բան չկա։ Ահաբեկում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Բութ գործիք են դարձրել այդ տնտեսական կառույցը, փորձում են հարվածել մեր գլխին։ Եթե իրենց թվում է ժողովուրդը սա չգիտակցում, շատ լավ է գիտակցում։ Հեղուկ գազ օգտագործող վարորդներին, երբ որ մենք հանդիպում ենք մեր մեքենաները օրինակ լիցքավորելիս, այդ վարորդները համատարած հայոյում են Ռուսաստանի Դաշնությանը։ Չեն հայոյում Հայաստանի կառավարությանը, որովհետև գիտակցում են, որ սա Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ժողովրդի դեմ է արվում, Հայաստանի Հանրապետության դեմ է արվում։ Եվ իրենք իրենց այդ հայոյանքով հաստատում են եւս մեկ անգամ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը մի բալոն հեղուկ գազով, 2 մեշոկ կարտոշկով, մի կապ տուկի թելով, մուրաբով, հակած տակը կեղտոտած շալվարով, քյաբաբով, կոլայով չի վաճառվում։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեցի կռուգում կանգնած առարկա չեն, ականջների տողարեք։ Նախընտրական քարոզչության այս տոնայնությունը կարող է բերել փողոցային լարվածության։ Իրավապահները պետք ամեն ինչ կարող է լինել, իրավապահները պետք է իրենց բարձրության վրա լինեն։ Ով կփորձի օրենքը շրջանցել եւ օրենքի սահմաններից դուրս գործողություն անել, իրավապահների բռունցքը դրանց գանգին պետք է իջացնել։ Իսկ ընտրություններից հետո, այսինքն քվեարկությունից հետո հետընտրական զարգացումների հավանականությունը բարձր է։ Ծղրտում եւ ողողանջում են որոշ շրջանակներ, որ օրինակ Ռուսաստանի Դաշնությունը էլի եկեք չմոռանանք։ Ինչի որոշ շրջանակներ, այս որոշ շրջանակների պապան Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է, չէ, պաշտոնապես, որ ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու պարագայում Ռուսաստանի Դաշնությունը կարող է չճանաչել արդյունքները։ Պեսկովներ չէ, եթե չեմ սխալվում, այդպիսի հայտարարություն արել կամ Գալուզինը։ Ну, պաշտոնյաներից մեկը առնվազն։ Չճանաչելու մասին Զատուլինը կարծեմ, Զատուլինը, լավ, այն ռուսական պրո էթնիկ հայերի կողմից սնվող, կերակրվող Զատուլինը, ադրբեջանցիների հետ էլ սաունայում
քիսաչիների հետ, չգիտեմ ինչով զբաղվող Զատուլինը։ Այդ Զատուլինը այդպիսի հայտարարություններ է անում։ Սա ինչի համար է արվում։ Հող նախապատրաստելու տեղական մինի Կիրիենկոների համար, ովքեր անգամ հայերեն չեն կարող խոսան, Հայաստանի Հանրապետությունում հակած տակը կեղտոտած շալվարովների բանակին փողոց հանելու ուժերներին հետ։ Շնորհակալ եմ։ Եվ ոչ այնքան ուժերներին, վախկոտներին, նապաստակներին, թույլերին, փախնողներին, քաղաքացիների վրա կռակողներին։ Հələ մի հատ տեսեք ինչ մաֆիոզական խմբավորում է դուրս եկել գործող իշխանության դեմ։ Ու նախորդիվ իմ արած հայտարարությունները հիշեք, թե ես չի ասում, որ պետք է այս ընտրություններում գնալ այսպես թե այնպես բևեռացված է։ Կա քաղաքացիական պայմանագիր վարչապետի գլխավորությամբ, որ պայքարում է այս երրագլուխ ուժերի եւ ոչ միայն երրագլուխ ուժերի, ստվերային այլ ուժեր էլ կան, ուղղակի այնքան այս երրագլուխների գլուխը բարձր, որ իրենք այդ գլխի ստվերում են հայտնվել։ Բայց այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ակնկալում են, որ հունիսի 7-ին գնալու է ընտրական տեղամասեր 80%-ով այո ասի անկախությանը, ինքնիշխանությանը եւ Հայաստանի Հանրապետությանը։ Ոչ երբեք Ռուսաստանի Դաշնությանը, ոչ երբեք Կալուգային, Սախալինին ու չգիտեմ, այդպիսի կեղտոտ բաներին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, Հայաստանի քաղաքական կյանքը հասել է մի դժվար, ծանր, լարված եւ վճռորոշ փուլի, բազմիցս ասել ենք, որ այս ընտրությունները միայն մանդատների համար չեն, միայն իշխանություն ձևավորելու համար չէ, այս ընտրությունները նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստանի ներքին կայունության, Հայաստանի ներքին ինստիտուտների ամրության եւ հասարակության վստահության մասին են, եւ նույնիսկ ամենալարված ծանր պահերին պետք է հիշել մեկ բան, որ ներսում թուլացումը չբերի նաեւ թուլության արտաքին ազդեցություններից։ Սա հազար զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, շնորհակալություն, որ հետևում էիք, լավ մնացեք, կհանդիպենք։